Զենքով պետական կառույցներ, այդ թվում եւ Երևանի հեռուստաաշտարակը գրավելուն ուղղված գործողությունները ծրագրելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, հաղորդում է հատուկ քննչական ծառայությունը։ Հաղորդվում է նաեւ, որ խստացվել է Սեֆիլյանի մեղադրանքը 2015-ի ապրիլի 24-ի նախօրեին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի կերպով զենք ռազմամթերք իրացնելու, պահելու եւ փոխադրելու մեղադրանքներին ավելացել է կազմակերպված խմբի կողմից շենք-շինություններ զավթելու գործողությունները նախապատրաստելու հոդվածը։ Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվում էր Սեֆիլյանի կալանքի երկարացման հարցը, նրա պաշտպան Արա Զաքարյանը պնդեց, չնայած հոդվածների խստացմանը, Սեֆիլյանը չի ընդունում մեղքը։ Ըստ Զաքարյանի, հատուկ քննչական ծառայությունը շարունակում է պնդել, թե ազատության մեջ հայտնվելով Սեֆիլյանը կխոչընդոտի նախաքննությանը։ Պաշտպանական կողմը խիստ կասկածներ ունի, որ այն անձինք, ովքեր որ քննության սկզբնական փուլում հարկադրված էին եղել Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տալ, Ժիրայր Սեֆիլյանին նման հոդվածով մեղադրանք առաջադրելը, իսկ նրանց չառաջադրելը պայմանավորված այն հանգամանքով, որ քննչական մարմինը հավանաբար նրանց վրա ազդել է, ասելով, որ եթե դուք հրաժարվեք ձեր նախորդ ցուցմունքներից, ապա ձեզ եւս այս հոդվածով մեղադրանք կառաջադրենք։ Որովհետեւ այդ դրվագով ոչ մեկին, բացի Ժիրայր Սեֆիլյանից, շենք-շինություններ զավթելուն նախապատրաստական աշխատանքների մեղադրանք չի առաջադրվել։ Հատուկ քննչական ծառայությունն այսօր իր հաղորդագրությամբ նաև տեղեկացրեց, որ Սեֆիլյանի գործն անջատվել է ոստիկանության ՊՊՑ գնդի գրավման գործից եւ որ մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար են, դրանք արդեն ուղարկվել են կողմերին։ Ինչպես տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը, Սեֆիլյանից զատ եւս 20 հոգու մեղադրանք է խստացվել, որոնցից 12-ը Սասնա ծռեր զինված խմբից են։ Հիշեցնեմ, որ ոստիկանության Պարեկապահական ծառայության գնդի տարածքը գրավելու առիթով հարուցված քրեական գործին միացվեց ավելի վաղ կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի հեռուստաաշտարակի գրավման նախապատրաստման, ինչպես նաև 2015-ի ապրիլի 24-ին Սեֆիլյանի ընկերների կողմից զանգվածային անկարգություններ նախապատրաստելու քրեական գործերը։ Սեֆիլյանի պաշտպանները, որ քննադատում էին այս գործերի միացումը, այսօր արդեն հայտարարում են, նախաքննական մարմինը պարզապես կապ չգտավ Սեֆիլյանի ու ՊՊՑ գնդի տարածքը գրաված նրա ընկերների գործողություններում։ Այն ժամանակ է որևէ անհրաժեշտություն չկար այդ գործերը միացնելու եւ ի սկզբանե բոլորի համար պարզ էր, որ այդ միացումը ոչ մի արդյունք չի կարող տալ եւ հիմա վարույթ իրականացնող մարմինը ուղղակի դնում է անջատում է ցույց տալու համար, որ գործով ըստ էության չի պարզվել կապը ՊՊՑ տարածք մուտք գործելու հետ կապված մուտք գործողների եւ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների կողմից այդ շինություններ, շենքեր զավթելուն ուղղված գործողությունների նախապատրաստման կապակցությամբ զենքեր ձեռք բերելու եւ աշխատանքներ կատարելու։ Հատուկ քննչական ծառայությունը նաև հաղորդում է, որ ՊՊՑ գնդի տարածքը գրավելու գործի նախաքննությունը որոշ մեղադրյալների մասով ավարտվել է։ Սասնա ծռեր զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի գործը եւս ավարտված է։ Դատարանն այսօր բավարարեց քննիչի միջնորդությունը նրան եւս 2 ամսով կալանքի տակ պահելու վերաբերյալ։ Ազատության հետ զրույցում նրա պաշտպան Արայիկ Պապիկյանն ասաց, որ Պետրոսյանի մեղադրանքը եւս խստացվել է։ Ապօրինի կերպով զենք ռազմամթերք պահելու եւ շենք-շինություններ գրավելու հոդվածներից զատ նա նաեւ մեղադրվում է պատանդ վերցնելու Պապիկյանն ասաց, որ այսօր 2 ամսով կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության մեջ քննիչը նշել է, որ նրա դեմ ցուցմունքներ են տվել գնդի տարածքում այդ օրերին պահվող բժիշկները։ Սակայն Աշոտ Պետրոսյանը գնդի տարածքից ավելի շուտ էր դուրս եկել, քան բժիշկներն այնտեղ կհայտնվեին, ասում է Պապիկյանը։ Եվ ամենազավեշտալին նա էր, որ պատանդ պահելու մեղադրանքը առաջադրելու որպես հիմք միջնորդության հետ ներկայացրել են 3 բուժաշխատողների ցուցմունքները՝ Սալվադոր Խեչոյան, Նորայր Պողոսյան եւ Մալինա ազգանունը չեմ հիշում։ Զավեշտալի է ինչու, որովհետեւ Աշոտ Պետրոսյանը 26-ի լույս 27-ի հուլիսի արդեն իսկ գտնում էր իրավապահների հսկողության տակ, իսկ իմ կողմից նշված 3 բուժաշխատողները ՊՊՑ գունդ մտել էին 29-ին կամ 30-ին, այսինքն Աշոտ Պետրոսյանը այլևս այնտեղ չի եղել։ Սասնա ծռեր զինված խմբից եւ ոչ մի անդամ մեղքը չի ընդունում, պնդում են, զինված ապստամբության փորձ էին արել, այլ ոչ թե հանցագործություն։ ՊՊՑ գնդի գրավման ընթացքում հիշեցնենք 3 ոստիկան զոհվեց։ Հատուկ քննչական ծառայությունը սպանության համար մեղադրանք է առաջադրել զինված խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանին եւ Արմեն Բիլյանին։